Ֆուտբոլային Եվրոպայում շաբաթը տոնական է, սկսվում է Չեմպիոնների լիգան Top 5+ ոդկասթում այսօր կքննարկենք ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարը, դա կանեմ Դավիթ Աղաբեկյանի եւ Իշխան Մելքոնյանի հետ, բարև ձեզ պարոնեք, շնորհակալություն։ Բարև ձեզ։ Դե ինչ վերադառնում է Չեմպիոնների լիգան, մենք ամիսներ առաջ Դավիթի հետ զրուցել ենք շատ երկար Չեմպիոնների լիգայի թեմայով եւ գնում էինք հետ հիշելու թե ովքեր էին մրցաշարի ֆավորիտները անցած մրցաշրջանի մեկնարկում եւ օրինակ չէին գտնում այդտեղ PSG-ին, որովհետև այն ժամանակ նոր էր հեռացել Մբապեն եւ սպասելիքները PSG-ից այդքան էլ շատ չէին։ Հիմա այս կետում որ թիմերն են մրցաշարի գլխավոր ֆավորիտները եւ կա այդպիսի մի թիմ, որից հիմա գուցե սպասելիքները շատ չեն, բայց մրցաշրջանի ընթացքում գուցե այդ թիմը բացվի ու ինչ որ կետից դառնա ֆավորիտ։ Հավանաբար մենք հիմա երեքս ամենից ոչ շահավետ իրավիճակում ենք, որտեղ մենք դա քննարկում ենք անմիջապես մեկնարկից առաջ Չեմպիոնների լիգայի եւ այստեղ իհարկե ֆավորիտները այդ նույն ցանկը կարող ենք մենք թերթել, նույն անվանումները ակումբների տալ, ինչպես յուրաքանչյուր մրցաշրջանի մեկնարկից առաջ, այսպես էլ հիմա, սակայն մենք հասկանում ենք, որ դեռ նաև top թիմերը այս մրցաշրջան մտնում են, դեռ նոր են մտնում, դեռևս ամբողջովին լիարժեք մարզավիճակի մեջ չեն խաղային առումով, իհարկե նորեկներ ունեն գրեթե յուրաքանչյուր top ակումբ, ճիշտ է 3-4 տուր ըստ լիգայի արդեն անցկացրել են, բայց դա բավարար չէ հասկանալու թե համաեվրոպական խոշոր մրցաշարում իրենք ինչպես հանդես կգան։ Ես վստահ եմ, որ այս առաջին տուրերում անակնկալներ կլինեն, ինչպես յուրաքանչյուր մրցաշրջանում է լինում, այսինքն որևէ մի top թիմ կսայթաքի, միավորներ կկորցնի, սակայն եթե ամբողջական մրցաշրջանի մասին ենք խոսում, իհարկե կրկնվում եմ, նույն անունները կարող ենք տալ, Ռեալը, Բարսելոնան, Բավարիան եւ անգլիական ակումբները, դե PSG-ն էլ որպես իհարկե գավաթակիր։ Այստեղ նորություն չեն կարող ասել, սակայն մենք հիշում ենք նախորդ մրցաշրջանը, մենք ով կարող էր ասել, որ այդ պահի դրությամբ գավաթակիր Մադրիդի Ռեալը ութնյակի մեջ չի հայտնվի Լիգայի փուլում, այո։ Լիգայի փուլում։ Ով կարող էր ասել, որ այո, Աստոն Վիլան ուժեղ ակումբ է, բայց ով կարող էր ասել, որ Աստոն Վիլան առաջի 3-4 տուրից հետո կիսում էր երկրորդ հորիզոնականը։ Այդ անակնկալները սպասել էին լիգայի այս փուլում։ Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս Չեմպիոնների լիգայի շաբաթը, առաջին տուրի շաբաթը ինձ համար շատ յուրահատուկ է։ Ու ընդհանրապես մարդկանց համար մրցաշրջանը տարբեր ժամանակ է սկսվում, ասենք մարդ կա, որի համար սուպեր գավաթով է սկսվում, մարդ կա, որի համար Ես գիտես ինչ հիշեցի, որ Անչելոտին play-off-ի հենց Ռեալը մի հատ լավ խաղեր ունենում, play-off փուլում Չեմպիոնների լիգայի, ասում էր, այ մեզ համար սկսվեց մրցաշրջանը հիմա։ Դա Ռեալի համար ժամանակին ինձ համար որպես ֆուտբոլասեր, եթե մենք մրցաշրջանը համեմատենք գեղարվեստական գրքի հետ, ինձ համար առաջին այդ օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը գեղարվեստական գրքերում որ լինում են այդ ձանձրալի նկարագրություններ շատ երկար ու ձիգ, ասենք եղանակային պայմաններ, տեղանք եւ այլն, այ դա Դոստոևսկուն ես հիշել։ Ոչ միայն, բայց Չեմպիոնների լիգայով սկսվում են այդ գեղարվեստական գրքի գործողությունները, իրական ակցիան, էլի Action-ը 3-4 տուրից հետո հավանաբար, հա։ Հա, ու կոնկրետ այս Չեմպիոնների լիգան ինձ համար երևի վերջին 15 տարիների 2010 թվականից այս կողմ դեպի ամենաբազմաֆավորիտ Չեմպիոնների լիգան է։ Ինչու, որովհետև նախ 10-ից 15 թվականներին մենք ունեինք 3 հստակ ֆավորիտներ միշտ այդ 5 տարիներին Ռեալ, Բարսելոնա, Բավարիա։ Դրանից հետո արդեն հիմնականում City, Real, Liverpool այսպիսի էլի Բավարիա, հա։ Հիմա հարց ենք տալիս ինքներս մեզ։ Օրինակ Liverpool-ը ֆավորիտ չէ։ Ինչի՞ չէ որ կամ Arsenal-ը ֆավորիտ չէ, ինչի՞ չէ, PSG-ն ֆավորիտ չէ, ինչի՞ չէ, Real-ը, Barcelona-ն, նույն Բավարիան։ Այսինքն թույլ կողմ ունեցող գրանդ ակումբ գրեթե չի մնացել, բայց ինձ համար 5 ֆավորիտներ կան։ Առաջինը PSG-ն է, որովհետև ես ուղղակի չեմ գտնում մի պատճառ, թե ինչի PSG-ն չպետք է դառնա Real-ից հետո երկրորդ թիմը, որը չի պահպանում չեմպիոնությունը։
չի պահպանում տիտղոսը Չեմպիոնների լիգայի։ Որևէ պատճառ չկա, ինձ համար շատ վախեցնող է PSG-ի պոտենցիալը որպես թիմ, որպես կազմ, որպես պատճառ ասեմ, մարզիչ։ դարպասապահի դիրքը խնդիր չէ, որովհետև մենք որքան էլ PSG-ն այո հրաշալի խաղաց Չեմպիոնների լիգայում անցած տարի, բայց օրինակ Փրկությունները շատ էին Դոնարումայի, ես դա եմ ասել, որ նույն Վիլա պարկում Աստոն Վիլայի հետ Արսենալի հետ երկու խաղերը կիսաեզրափակիչում, չեմ ասում հիմա վաղն է Ինչու՞ չէ Լիվերպուլի հետ 1-8 Այո, Լիվերպուլի հետ էլ իհարկե։ Գուցե, բայց նախորդ մրցաշրջանի համեմատ մենք ունենք ավելի շատ խաղակցվածություն Դե դա միանշանակ եւ դա կարող է կոմպենսացնել, փոխհատուցել դարպասապահի խնդիրը։ Երկրորդ ֆավորիտը Լիվերպուլն է ինձ համար, որովհետեւ տպավորություն է, որ Լիվերպուլը գալակտիկոսյան քաղաքականություն է վարում։ 500 միլիոն եվրո է ծախսել ու այդ քաղաքականությունը ոչ այնքան ներքին առաջությունում հաղթելու գրավական է, որքան Չեմպիոնների լիգայում, ինչու մենք տեսել ենք Ռեալի օրինակով։ Մենք օրերս այս թեմայով զրուցում էինք, ես իմիջիալից այդ թեզը առաջ քաշեցի, որ գրում են Լիվերպուլը գալակտիկոսի քաղաքականություն է վարում, իշխանը սկսեց համեմատել, ասում է Միլոշ Կերկես Ռոբերտո Կարլոս համեմատելի են էլ ինչ որտեղ։ Դեռ անուններով ոչ, Արամ ջան, բայց իհարկե Լիվերպուլի պարագայում չեն կարող այդպես ասել իմ կարծիքով իշխան, որովհետև Լիվերպուլը այսպես ասենք ծախսվեց միայն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հաշվի առնելով նաև Լիվերպուլի սեփականատերերին, այդ FSG այդ կոնսորցիումը, որը բավական ժլատ է ծախսերի առումով, նաև մենք քիշեք եւ երկրպագուները Բոստոնյան բեյսբոլյան ակումբի, որի նաև սեփականատերն է այս կոնսորցիումը, ասում են դե տարիներ շարունակ այնտեղ չեն ծախսվում, որևէ այսպես աստղային նորեկ բեյսբոլյան հատ ակումբ չեն բերում, մեկ էլ հա Լիվերպուլում էլ չեն ծախսվում։ Այդպես որոշ դրվագներով կայր, բայց այս ի՞նչ է կատարվում։ Վանդեյկին ու Սալահին էին խոստումներ տվել նրանց պահելու համար, պայմանագիրը երկարաձգելու համար ու իսկապես տեսնում ենք, որ սլոտն էլ էլի տենց համակարգային ֆուտբոլ բան, ավելի շատ ինքը մենեջեր է, այսինքն լավ հանդերձարան կառավարող մարդ է ու կարծում եմ այդ շատ մեծ գրավական է, մեկ էլ Բարսելոնային եմ ուզում առանձնացնել որպես ֆավորիտ, այս տարի արդեն պատրաստ է Բարսելոնան Չեմպիոնների լիգան հաղթելուն, ինչու որովհետև արդեն անթակույց ասում են, հայտարարում են ֆլիկը ֆուտբոլիստները, որ մեզ համար առաջնահերթ է Չեմպիոնների լիգան ու ես չեմ հավատում, որ բոլորը այսպես հավասարակշռում են իրենց առաջնահերթությունները։ Միևնույն է, մի թիմի համար, օրինակ Արսենալի համար իմ կարծիքով, այնքան այդ երկրորդ տեղը բռնեց Պրեմիեր լիգան Արսենալը, որ այո, Պրեմիեր լիգան առաջնային է։ Երկու շատ ուժեղ թիմերի առանձնացրիք Բարսելոնա PSG։ Հիմա եկեք համեմատենք այս թիմերի հարձակման եռյակը։ Միտեղ Կվարացխելիա, Դեմբելե, Դուե, միտեղ Յամալ, Լևանդովսկի, Ռաֆինյա։ Որն է ավելի ուժեղ։ Այդպես չեք կարող ասել, որովհետև նրանք լավ փոխարինողներ ունեն, Բարսան անգլիացու բերեց ձախ եզրեր, Ֆերան Տորես, նաև Ֆերմին Լոպես, որը վերջի խաղում Վալենսիայի հետ ինչ ֆուտբոլ ցուցադրեց։ Սկզբանե Բարսելոնան Վալենսիայի հետ խաղին դուրս եկե, այսպես կարծես ոչ աստղային կազմով, եթե այդպես նայենք, այդտեղ չկար Ռաֆինյան հիմնական կազմում առաջին րոպեներից չկար, Լևանդովսկին չկար, Յամալը բացակայեց ընդհանրապես։ Բայց ինչ խաղ ցուցադրեց Բարսելոնան։ Այո, պետք է նաև հաշվի առնել Վալենսիային որպես մրցակից, Վալենսիայի թույլ կողմերը, որը ընդհանրապես ֆուտբոլ կարծես չցուցադրեց այդտեղ։ Բարսելոնան այո, ֆավորիտ է, բայց պետք է հաշվի առնել, որ լիգայի փուլում Բարսելոնայի համար կարծես այնպես ուժեղ մրցակիցներ չեն, բայց առաջի հենց տուրը, ընդ որում Նյուկասլ upon Tyne քաղաքում բավական բարդ է լինելու այդ ակումբի համար։ Կատալոնացիները այդտեղ պետք է ապացուցեն, թե ինչ հավակնություններ ունեն Նյուկասլի դաշտում։ Յամալի ներկայացումն էլ հարցականի տակ է։ Նյուկասլի դաշտում, դա յուրաքանչյուր նաև թոփ անգլիական ակումբ գիտի, թե որքան էր ինքը գեգեմոն լինի այդ պահի դրությամբ Մանչեսթեր Սիթի նախորդ տարիներին, Լիվերպուլը այս 1-2 տարի։ PSG-ին ինչպես հաղթեց Նյուքասլը Չեմպիոնների լիգայում տանը։ Տարածված խոսույթ կար, երբ որ ինչ որ ուժեղ թիմ հաղթում էր խաղերում, Ստոքի մասով էին օրինակ բերում, ասում էին իսկ նա կարող է անել դա
Stockholm ցուրտ երեկոյան հիմա Նյուքասլը այդպիսի շատ բարդ ստադիոն է չափազանց ագրեսիվ ֆուտբոլ է խաղում իր մարզադաշտում չափազանց ագրեսիվ առաջինից մինչև վերջին րոպե այս մրցաշրջանում Լիվերպուլի հետ 10 հոգով այնպիսի ֆուտբոլ խաղացին որ անկեղծ եմ ասում հաղթանակի էին արժանի 10 հոգով բայց այնտեղ Լիվերպուլի բախտը ժպտաց մենք չենք խոսում իտալական հակումների մասին այնպիսի տպավորություն է որ մի կողմ ենք դրել կալչոն Այստեղ կա Ինտերը, որը անցած 3 մրցաշրջաններից 2-ում եզրափակիչ է խաղացել։ Իդեպ Ինտերը վերջին իտալական թիմն է, որը հաղթել է Չեմպիոնների լիգայում։ 2010-ից հետո Յուվեն է 2 անգամ եղել եզրափակիչում, Ինտերը 2 անգամ, Միլանը մի անգամ հասավ կիսա եզրափակիչ։ Ես մի քիչ թերահավատորեն եմ մոտենում Ինտերին, որովհետև այդպիսի հասուն կազմը վստահել է այդպիսի ամփորձ ու երիտասարդ մարզչի իմ կարծիքով նվազագույնը Չեմպիոնների լիգայի ֆավորիտության կարգավիճակ Ինտերին չի տալիս ու մենք տեսնում ենք առաջին տուրերում արդեն 2 պարտություն է կրել Ինտերը Յուվենտուսից եւ Ուդինեզեից ցուցադրական է իսկ նախորդ հարցի անդրադառնալով այսպես կպցնեմ այս հարցին այն թիմը որը կարող է անակնկալ մատուցել հենց իտալական է իմ կարծիքով Նապոլին է Հետաքրքիր որովհետև նախորդ մրցաշրջանում թիմը մեծ աճ գրանցեց, իմ կարծիքով վարեց լավագույն տրանսֆերային քաղաքականությունը իտալական թիմերի շրջանում։ Դե Բրույնե, Հոյլունդ եւ ունի Անտոնիո Կոնտե, դա լավագույն տրանսֆերն էր Կոնտեին պահելը։ Ու Դե Բրույնեն էլ որ եկել է, ինքը գուցե խաղադաշտում էլ այն ֆուտբոլիստը չէ, այն օգուտը չտա, որը մենք տեսել ենք Սիթիում, բայց ինքը չեմպիոն է ու այդպիսի թիմերում չեմպիոնի լինելը շատ կարևոր կարող է լինել։ Ես ուզում եմ վերադառնալ Փարիզին մի պահ։ PSG-ն, այո, հիանալի ֆուտբոլ ցուցադրեց նախորդ մրցաշրջանի վերջնամասում եւ այդպես էլ մտավ աշխարհի ակումբային առաջնություն, բայց չմոռանանք թե ով ցուցադրեց, թե ինչպես կարելի է PSG-ի հետ խաղալ, այդ թվում նաեւ գավաթի խոշոր մրցաշարի եզրափակում։ Չելսին օդ չտվեց PSG-ին, մի մոռացեք։ Եվ դա այդ փորձը, վիզուալ այդ փորձը կփորձեն կրկնել PSG-ի մյուս մրցակիցները այս մրցաշրջանում։ Այնպես որ ինձ թվում է PSG-ի այսպես ուղին, ինչքան որ PSG-ն խաղացված է, ինչքան որ հիանալի ագրեսիվ ֆուտբոլ է ցուցադրում, այնքան էլ հարթ չի լինի այս մրցաշրջանում։ Ինձ համար օրինակ, չգիտեմ, ես այդպես եմ զգում նախ ինտուիտիվ, գլխավոր ֆավորիտ համարում եմ Բավարիային այս մրցաշրջանում, որը կատաղի ուղակի հարցակման գիծ ունի, այնտեղ իհարկե կա Քեյնը, միացել է Լուիս Դիասը, Բավարիան նաև պաշտպանությունում է ամրացել Ջոնատան Տայի գալով Նիկոլաս Ջեքսոնը իդեպ շատ է հանգստի հնարավորություն, ավելի շատ այդ առումով է լավ նրա տրանսֆերը Քեյնին։ Ջեքսոնի գալն էլ եւ ընդհանրապես Բավարիան ինձ թվում է փոքր թերագնահատված է Վենսան Կոմպանիի հետ, որովհետեւ իրականում լավ աշխատանք է կատարում այս մարզիչը, ուղղակի մի քիչ այդ խաղերի վերջում այդ անջատվելու հատկություն ունի Բավարիան, որը Կոմպանիի օրոք ավելի շատ է առաջին պլան գալիս, օրինակ Բունդեսլիգայում այնպիսի խաղեր են դժվարությամբ հաղթում, օրինակ անցած մրցաշրջանում ես հիշում եմ Հոլշտայնին հաղթում էին 4-0, վերջում 3 հատ գոլ բաց տվեցին։ Այս մրցաշրջանում Augsburg-ին 3-0 հաշվով հաղթում էին, 3-2 մի կերպ հաղթեցին վերջում։ Այնպես որ Բավարիան էլ չմոռանանք Բավարիային եւս, բայց իհարկե, ինչպես ասում են հիմա ձուկը ջրում խոսակցություններ են սրանք։ Այո, հենց ես այդ խոսքից եմ ուզում բռնվել Արամ։ Բավարիայի պարագայում էլ այդպես կարելի ասել։ Մենք կրկնվում եմ ոչ շահավետ իրավիճակում ենք հիմա անալիտիկայի համար։ Գործ ենք։ Անալիտիկայի համար, որտեղ մենք նույն Բավարիային չենք տեսել հզոր մրցակցի դիմակայությունում, մենք չմոռանանք Բավարիան այդպիսի լավ ֆուտբոլ էր ցուցադրում, բայց նախորդ մրցաշրջանում ինչպես դուրս մնաց Չեմպիոնների լիգայից Ինտերից, որը չափազանց կարգապահ ֆուտբոլ, պաշտպանությունը կարգապահ ֆուտբոլ եւ դրա շնորհիվ հիմա Բավարիան չենք տեսել։ Տեսել են Գերմանիայի առաջնությունում այս 3 տուրի ընթացքում թե ով է մրցակիցը, ինչ ֆուտբոլ կարող են պարտադրել։ Կարող են պարտադրել Բավարիային։ Այ Չեմպիոնս լիգայում կպարտադրեն, հենց առաջի դիմակայությունն էլ Չելսիի հետ է։ Հետաքրքիր է լինելու։ Ես ուզում եմ մի փոքր փոխենք թեման, էլի խոսենք Չեմպիոնների լիգայից, բայց ոչ թե ֆավորիտներից, այլ այս մրցաշարի պատմությունից, խաղացողներից։ Օրերս ես դիտում էի բրիտանական TNT Sports-ի մի տեսանյութ, որտեղ հայտնի աստղերին հարցնում են իրենց փորձագետներ դարձած հայտնի աստղերին,
ում եք պատկերացնում առաջինը, երբ ասում եք Չեմպիոնների լիգա։ Եվ ինձ համար զարմանալիորեն շատերը տալիս էին Լիոնել Մեսսի անունը։ Ինչու զարմանալիորեն, որովհետև ինձ համար օրինակ Չեմպիոնների լիգա, որ ասում ես, ես առաջինը Ռոնալդոին եմ պատկերացնում, ու ես բազմիցս նշել եմ եւ մեկ անգամ էլ կրկնեմ, ինձ համար Մեսսին ավելի ուժեղ ֆուտբոլիստ է, քան Ռոնալդոն պատմության մեջ, բայց Չեմպիոնների լիգայում այդ երեկոները, այդ աստղերը, այդ գնդակները, առաջինը մտքից գալիս է միշտ Ռոնալդոն, ավելի շատ տենց վառ երեկոներ կհիշեմ Ռոնալդոից, քան Մեսսից։ Ավելի շատ վերացական տպավորություն, ավելի շատ գոլեր, ավելի շատ գավաթներ, հաղթական եզրափակիչներ։ Հիմա ձեզ համար ով է, եթե նույնիսկ Ռոնալդոից ու Մեսսիից այն կողմ նայենք, հա, ով է այն ֆուտբոլիստը, որ երբ ասում ես Չեմպիոնների լիգա, ինքը գալիս է քո մտքին։ Գուցե վերջին մրցաշրջանների կտրվածքով, գուցե ընդհանրապես պատմական իրականում կան տենց լեգենդար ֆուտբոլիստներ, որոնք այդպես էլ չգրկեցին Չեմպիոնների լիգան, չզգացին մրցաշարը, օրինակ Լուիս Սուարեսը, որը 5-6 տարի արտագնա խաղում գոլ չէր կարողանում խփել Չեմպիոնների լիգայում, ու ինքը առանձնապես այդպես պահել չի ունեցել Չեմպիոնների լիգայի, կամ օրինակ նույն Կևին Դե Բրույնեն, որը 2 եզրափակիչներում վնասված ստացավ, բայց կան ֆուտբոլիստներ, որոնք իսկապես ասոցացվում են մրցաշարի հետ, Սերխիո Ռամոս, Ռոբերտ Լևանդովսկի, պոկերը Ռեալին, Կարիմ Բենզեման 21-22 մրցաշրջանը, եթե ավելի հետ գնանք, ես կասեի, բայց ես ամեն դեպքում կասեի Գարեթ Բեյլ, որովհետև դժվար է խաղալ Տոտենհեմում ու այդպես էլ հետ կթողնել Չեմպիոնների լիգայում։ Հետո արդեն Ռեալում 2 գոլ եզրափակիչներում մի խոսքով ինչ գոլ էր։ Ավելի հետ գնանք։ Դել Պիերոին կարող ենք ասել 90-ականների իտալական ակումբների գերիշխանությունը, դե ճիշտ է, յուրաքանչյուր տարի չէ, որ իտալական ակումբներն էին հաղթում, բայց դա սկսվեց 88 թվականից, երբ որ Միլանը մտավ, ճիշտ է, Չեմպիոն լիգան մեկնարկեց 92 թվականին, այո, այս ձևաչափով, որպես Չեմպիոնների լիգա։ Իտալացիների անուններ Մալդինի, ով ասոցացվում է, դե այդպես մինչև վերջ, մինչև իր կարիերայի վերջ, ինքը հավատարիմ մնաց իր ակումբին Միլանին, Մալդինին, Պիրլոն, որը թե Յուվենտուսում է խաղացել, թե Միլանում է գավաթ գրկել, բարձրացրել։ Շատ լավ, իսկապես անունները շատ են, ինձ համար բայց զարմանալի էր ամեն դեպքում, որ Բարսելոնայից տենց շատ անուններ չհնչեցին, երևի թե Ինիեստա, Ռոնալդինյո, ֆանտաստիկ։ Ինիեստայի այդ գոլը իհարկե Չելսիին, Ստենֆորդ Բրիջում եւ իհարկե Ռոնալդինյոյի գոլը Չելսիին, էլի Ստենֆորդ Բրիջում եւ Ինիեստան ի վերջո այն միակ ֆուտբոլիստն է մնում, որը բոլոր մրցաշարերում խոշոր ճանաչվել է Man of the Match եզրափակիչում, սա իհարկե չլսված հաջողություն։ Եկել Բուսկեցի ասիստը Մեսսին, որտեղի հպվեց գնդակը, որպես մարզիչ էլ երևի թե առաջինը ամեն դեպքում վերջին տարիներից հետո երբ թե Անչելոտի անունն է գալիս, վերջին տարիներից հետո, այ իսկապես որպես մարզիչ նա պարոն Չեմպիոնների լիգան է, միշտ հաջողել է այս մրցաշարում, բայց կան իհարկե նաև Պեպ Գվարդիոլա, Զինեդին Զիդան, իդեպ Էնրիկեն էլ հույս ունի դառնալու Զիդանից, Գվարդիոլայից հետո եւ նաև Անչելոտից հետո իհարկե հերթական մարզիչը, որը 3 անգամ հաղթել է այս մրցաշարը։ Լավ, շատ են նաև հիշարժան մրցաշրջանները Չեմպիոնների լիգայում։ Եթե մի փոքր հետ գնանք, փորձենք բոլոր մրցաշրջանները հիշել, որը կլինի ձեզ համար ամենահիշարժանը, այսպես աչքի ընկնողը, որ այդ մրցաշրջանում թե չեմպիոնությունը, թե դրամատիզմը, թե դիմակայությունները շատ պատմական են եղել։ Արա մի ճշտում, մենք չենք հիմնվելու մեկ խաղի, ենթադրենք եզրափակչի կամ կիսաեզրափակչի։ Ընդհանուր մրցաշրջանի կտրվածքով։ Այդ հատկանիշներով մրցաշրջան երևի կառանձնացնեմ 2018-19-ը, երևի ռեկորդային քանակի քամբեքեր եղան այդ մրցաշրջանում, միայն կիսաեզրափակիչները բավական են արդեն, եւ անակնկալներ։ Տոտենհեմը հաղթարեց Այաքսի արգելքը եւ ինչպես Լիվերպուլը Բարսելոնայի, բայց կարող ենք էլի հետ գնալ, նույն Այաքսը Ռեալին ինչպես հաղթեց, Տոտենհեմը Manchester City-ին, մի փոքր իհարկե այդտեղ սկանդալներ էլ կային։ Manchester United PSG դիմակայությունն եմ հիշում, ինչպես United-ը տանը 0-2 հաշվով պարտվելուց հետո Փարիզում հաղթեց Ռեշֆորդի գոլը։ Ֆանտաստիկ էմոցիաներ են։ Այդ մրցաշրջանի
տարօրինակը երևի այն էր, որ այդքան ապշեցուցիչ քամբեքներից հետո շատ ձանձրալի եզրափակիչ էր, այո։ Լիվերպուլը շատ հեշտությամբ հաղթեց Տոտենհեմ։ Ես էլ եմ կիսում Իշխանի կարծիքը 2018-19 մրցաշրջանը ընդհանուր առմամբ չափազանց հիշարժան էր, բայց եթե ավելի հետ գնանք, ես կհիշեմ 1998-99 մրցաշրջանը, ճիշտ է, այո, եզրափակիչը չափազանց հիշարժան էր Manchester United Բավարիա այդ ավելացված 3 րոպեի ընթացքում 2 գոլ եւ ամբողջովին պատտվեց խաղը եւ կարծես թե Բավարիան արդեն տոնում էր եւ Manchester United-ը հետ եկավ, բայց ընդհանուր մրցաշրջանը այն ժամանակ բավական քիչ մասնակիցներով խմբային փուլ կար եւ ես հիշում եմ այն խումբը, որտեղից դուրս են եկել եզրափակչի մասնակիցները, Բավարիան եւ Manchester United-ը, այդտեղ կար նաեւ Բարսելոնան, բավական ուժեղ եւ հետաքրքիր այսպես էմոցիաներ պարգևող Բարսելոնան էր, որտեղ Ռիվալդոն էր, Կլայվերտն էր, այդ հոլանդական այդ գաղութներ այդտեղ, բայց հիանալի ֆուտբոլ էին ցուցադրում եւ միայն Manchester United-ի հետ Barcelona Manchester United երկու խաղն էլ 3-3 չափազանց հետաքրքիր այդ մրցաշրջանն էլ է իմ հիշողության մեջ տպավորվել։ Իսկապես շատ են Չեմպիոնների լիգայում դասական դիմակայությունները, դասական մրցաշրջանները, ասես առանձին ինչ որ պատմություն լինի Չեմպիոնների լիգան ֆուտբոլից առանձին, որովհետև այստեղ հսկայական թվով իսկապես նույնիսկ դեպքեր ու ոչ դեմքեր են ֆուտբոլային գործոններ կան, որ տոնական են դարձնում էլի, որ օրինակ խաղը սկսվում է, տեսնում ենք այդ PlayStation-ի, Heineken-ի գովազդային վահանակները, արդեն այլ տրամադրվածություն է։ Մենք օրերս իշխանի հետ աշխատում էինք Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա հանդեսի վրա, ձայնագրություն եւ այլն, եւ երբ ծանոթանում էինք Նյութին, այնտեղ մի հետաքրքիր բան տեսանք, որ 2017-ին Սիթին եւ Նապոլին խաղացել են միմյանց դեմ Չեմպիոնների լիգայում եւ այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է Կևին Դե Բրույնեն։ Ու հիմա այսքան տարի անց Դե Բրույնեի հեռանալուց հետո առաջին իսկ մրցաշրջանի առաջին տուրում Դե Բրույնեն է վերադառնում City այն ակումբի կազմում, որի դեմ խաղում լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ու մեզ այն մտքի վրա բռնացինք, որ ասես UEFA-ն ինչ որ բաներ գրի, նախագծի, մտածի, ամեն ինչ նախապես գրված սցենար ասես լինի, այնքան գեղեցիկ է ամեն ինչ Չեմպիոնների լիգայում։ Օրերս 4-4-2 պարբերականը այսպիսի մի հոդված հրապարակեց, որտեղ լավագույն տասնյակը ներկայացրեց Չեմպիոնների լիգայում հաղթած թիմերի եւ այն գլխավորել էր Բարսելոնան 2009-ի Սուբյեկտիվ շատ սուբյեկտիվ տարօրինակ վիճարույց սկանդալային 2015-ի Բարսելոնան չէ 2009-ի Բարսելոնան համարվել է լավագույն ըստ 4-4-2-ի երբ որ Չելսին այդպես սկանդալով անցա հիմա եկեք մենք փորձենք մեզ համար որոշենք քննարկենք որ թիմներ ամենաուժեղը, որ հաղթանակն էր ամենաուժեղը, որ տարին հաղթած Չեմպիոնների լիգայի թիմն էր ամենաուժեղը։ Ես ոչ մեկի անունը չեմ տալու, որովհետև դա անշնորհակալ գործ է։ Շատ լավ, Իշխան դու ունես տարբերակ։ Եթե 2011-ի Բարսելոնայի մասին խոսեինք, ես կհասկանայի 4-4-2-ի խմբագիրներին, բայց 2009 թվականի Բարսելոնան լավագույն 20-ի մեջ էլ չպետք է լիներ, հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ։ 2011-ի Բարսելոնան, որ ընդհանրապես համարվում է բոլոր ժամանակների լավագույն թիմը եւ կառանձնացնեի 20 թվականի Բավարիան, ոչ մի վարքյան չեմ կասկածել, որ Բավարիան է հաղթելու Չեմպիոնների լիգան այդ մրցաշրջանը։ Այդ լոկդաունի տարում, որտեղ 1/4-ից սկսած իմ կարծիքով չլիներ էլ լոկդաուն, COVID, միևնույն է Բավարիան էր հաղթելու այդ Չեմպիոնների լիգան, շատ դոմինանտ, շատ վստահ հաղթում էին բոլորին։ Օրինակ նույն Manchester City-ն մենք հիշում ենք ինչ դժվարություններ ունեցավ Ինտերի հետ եզրափակիչում։ Շատ PSG-ն հետ խաղյա 11 մետրանոց հարվածաշարով է հաղթարել Լիվերպուլի արգելքը, այսինքն այդտեղ էլ կարող էր եւ 1/8 եզրափակիչից մոտ լրացուցիչ ժամանակին Aston Villa եւ Arsenal-ի դեմ խաղերում։ Ռեալը ամենադոմինանտ մրցաշրջաններում էլ ունեցել է ինչ որ բծեր, օրինակ նույն 16-17-ին, երբ էլի բոլորից ուժեղ էր, բայց հիշում ենք Բավարիայի հետ խաղը, որտեղ մի քանի
գոլ անարդարացիորեն գրանցվեցին, արձանագրվեցին, Ռոնալդոն խաղից դուրս վիճակում էր, 2016-ին Սերխիո Ռամոսն էր խաղից դուրս վիճակում, եզրափակիչում 21-22 մրցաշրջանում վար կար արդեն, բայց մի կերպ այո, հեքիաթային էր այդ ճանապարհը, բայց չես ասի, որ ամենաուժեղն է։ Այնպես որ Բավարիան 20։ Բայց այդ թեմայով էլ 2021-22-ի, այո, չես ասի ամենաուժեղն էր, բայց մյուս կողմից էլ մեր մրցակիցների տեսանկյունից, որ նայես, դե լավ, էլ ինչ անենք, որ հաղթի է։ 22 թվականն է, այո, դե անգլիական ամբողջ պլեյադային հաղթած։ Երևի հավակնում է ամենաբարդ փլեյոֆը այդ մրցաշրջանը։ Մենք շատ ենք քննարկում, վիճում այստեղ թե եթերների ընթացքում, թե եթերներից դուրս, իդեպ եթերներից դուրս ավելի հետաքրքիր է այդ վիճելու մասով։ Մենք ունենք գոլեգաներ, որոնք պնդում են, որ շատ ավելի կարևոր է, շատ ավելի արժեքավոր է հաղթել ներքին առաջնությունները։ Կան մարդիկ, ովքեր այդպես չեն կարծում կամ գոնե թե այդքան չեն նսեմացնում Չեմպիոնների լիգան։ Ես օրինակ գտնում եմ, որ անկախ ամեն ինչից Չեմպիոնների լիգան է մրցաշարերի մրցաշարը ակումբային ֆուտբոլում եւ ես վստահ եմ, որ թե ֆուտբոլիստներն են այդպես մտածում, որովհետեւ այդպես նաեւ արտահայտվում են, թե մարզիչները։ Այո, գուցե ներքին առաջնությունը ցույց է տալիս կայունություն, բայց ներքին առաջնությունը մնում է ներքին առաջնություն։ Դու կարող ես 20 հանդիպում հաղթել Էյբարին եւ մեկ անգամ չհաղթել Բավարիային ու դրանով ամենը ասված։ Եվ հենց Չեմպիոնների լիգան է միակայն հարթակը, որտեղ դու կարող ես քո ուժերը ցույց տալ աշխարհի, Եվրոպայի բոլոր ներկայացուցիչների դեմ։ Եվ ինձ թվում է Չեմպիոնների լիգայում հաղթանակը մեծ հաշվով շատ հաճախ ցույց է տալիս այդ թիմը լավագույնն է Եվրոպայում թե միշտ։ Արամ, համաձայն եմ, կարող ենք այդպես համարել, բայց մենք այդ կարծիքին ենք այստեղից Հայաստանից։ Մենք դիտում ենք այդ մրցաշարերը, թե ազգային լիգաները, թոփ լիգաների մասին է խոսքը, թե Չեմպիոնների լիգա համաեվրոպական մրցաշարին նայում ենք չեզոք դիրքից մեծ հաշվով։ Մենք երկրպագում ենք որևէ մի ազգային առաջնության, որևէ մի ակումբի, դուք ձեր սիրած ակումբը ունեք, ես իմ սիրած ակումբը ունեմ կամ ակումբները։ Բայց մեզ հետ կվիճեն, ենթադրենք անգլիացի երկրպագուները կասեն մեզ համար կարևորագույնը Պրեմիեր լիգայի հաղթողի տիտղոսն է։ Այդպես եղել է շատ երկար ժամանակ, այդպես է մնում դեռևս մինչև այս պահը։ Ըստ քեզ։ Չէ, իտալացիներն էլ են այդպես համարում։ Իտալացիներն են։ Իսպանիայում գուցե ինձ թվում է իրավիճակը այլ է, որտեղ այդ դոմինանտությունը Ռեալի եւ Բարսելոնայի հետ ձգվում է արդեն տասնամյակներ եւ այստեղ նույնիսկ այս մրցաշրջանը սկսվել է, բայց մենք տեսնում ենք թե Բարսելոնային, թե Ռեալին որևէ այլ մրցակից, նույնիսկ Մադրիդի Ատլետիկոն չի կարող լինել։ Բայց մի հարց էլի, օրինակ եթե Իտալիայում լավագույնն ես, այսինքն հաղթում ես Սկուդետոն, այդ ժամանակ է համարվում լավագույնը Եվրոպայում, թե չեմպիոնը։ Չէ, իհարկե դրա մասին չի խոսք։ Խոսքը նրա մասին է, թե առաջնահերթությունը երկրպագուի տեսակետից, որ ենթադրի անգլիացի կամ իտալացի երկրպագուն համարում է իր համար կարևորագույն մրցաշարը իր ակումբի։ Դրա համար նշեցի, որ Արսենալը իմ կարծիքով առաջնահերթությունը այս մրցաշրջանում տալու է Պրեմիեր լիգային։ Շատ ծիծաղելի զվարճալի մեմ հանդիպեցի այդ երկրորդ տեղի հետ կապված։ Մինչ այդ 4-րդ տեղերի Հիմա արդեն երկրորդն է, մի պաստար կա, որի վրա գրված է, որ կարծես Արտետան ամեն անգամ գնա հարսանիքի ու երբեք չլինի հարսը, այլ միշտ լինի հարսնակույրը։ Լավ, բայց դա անգլիացիներն էին գրել թե հայերը։ Անգլիացիները իհարկե։ Շատ լավ։ Եղել է թիմ Չեմպիոնների լիգան հաղթած, որ Եվրոպայում լավագույնը չէր այդ մրցաշրջանում։ Ես օրինակ ունեմ իմ տարբերակը Չելսին, դե 2012-ին, Չելսին 2008-ին, Չելսին դրանից առաջ Մորինյոյի օրոք, Չելսին 2009-ին նույնիսկ շատ ուժեղ ավելի թիմ էր, քան 2012-ին, բայց հաղթեց Չեմպիոնների 2004-ին Պորտուն, այո, հրաշալի տարի անցկացրեց, Մորինյոն ֆանտաստիկ աշխատանք կատարեց, բայց ես ուղղակի համոզված եմ, որ այնտեղ կային 4-5 ավելի ուժեղ թիմեր, որոնք նույն Արսենալը, անպարտելի Արսենալը, որը դուրս թռավ Չելսիից դուրս թռավ, որը իր հերթին կիսաեզրափակչում պարտվեց Մոնակոյին։ Նույն Միլանը, որը էլի այսպես Անչելոտին հանգստացավ Դեպորտիվոյի հետ դիմակայությունում 4-0 հաշվով
4-1 հաշվով հաղթանակից հետո 0-4 հաշվով պարտվեց, եթե հոգեբանական այդ խնդիրը չունենար, ինչպես ունեցավ Ստամբուլյան եզրափակիչում, Միլանը կարծում եմ ավելի արժանի էր այդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգան հաղթելու, նույն Ռեալը, նույն Յուվենտուսը ավելի ուժեղ էին, բայց 18 թվականի Բարսելոնային, հիշեք 17-18 մրցաշրջանի հաղթանակից հետո ինչպես դուրս թռավ Ռոմայից 4-րդ եզրափակիչում։ ու նույն խնդիրը ունեցավ Լիվերպուլի հետ, բայց Լիվերպուլը արժանիորեն դարձավ չեմպիոն։ Լիվերպուլի խաղը հաջորդ մրցաշրջանը դրա հաջորդ Մեկ էլ գուցե 2016-ին Ռեալը այնպես չէ որ արժանի չէր, բայց այդ եզրափակիչը պետք է լիներ Ռեալ Բավարիա։ Եվ վերջին հարցը ես կցանկանայի հենց այս թեմայի շուրջ էլ փակենք մեր քննարկումը, ներքին առաջնություն Չեմպիոնների լիգա այս հակասության մասին խոսեցինք, խնդրում եմ հարցին շատ արագ պատասխանել, Միլանն է ավելի ուժեղ թիմ թե Ինտերը, ըստ ձեզ պատմականորեն։ Առհասարակ Պատմականորեն, այո։ Միլանը։ Իդեպ Ինտերը ավելի շատ է հաղթել Սկուդետոն, քան Միլանը, բայց այդպեսի ընդունված տեսակետ է։ Իսկ ըստ ձեզ Իտալիայում ինչպես է տեսակետը, Ինտեր թե Միլան։ Էլի Միլան։ Յուվենտուսին մոռանում ենք։ Չէ, այդ երկուսի մեջ Յուվեն հաշվարկից դուրս է Իտալիայում հաստատ։ Եթե այդ դիմակայությունների։ Այո։ Չէ, որպես չեզոք մարդ, իհարկե հիմա Հենրիխ Մխիթարյանն է այնտեղ դե պարզ է, էլի, Ինտերին ենք երկրպագում այդ դիմակայության մեջ։ Եթե Հենրիխ Մխիթարյանը չլինի, Միլանը ավելի նախընտրելի է։ Շատ լավ, շնորհակալություն պարոնակ հետաքրքիր քննարկման համար Չեմպիոնների լիգան վերադառնում է կլինի իհարկե մեր հեռուստաալիքների եթերում, իսկ Top 5 Plus-ը կվերադառնա արդեն հաջորդ շաբաթ, լավ մնացեք։